Քննչական կոմիտեն որոշել էր առգրավել Գագիկ Ծառուկյանին պատկանող ձիերը։ Այդ մասին փաստաբանը պաշտոնական ծանուցում էր ստացել։ Մի քանի օր շարունակ ոստիկանները ծառայություն էին իրականացնում Ծառուկյանին պատկանող ձիարշավարանի տարածքում, հսկելով բոլոր մուտքերն ու ելքերը։ Ձիերի խնամակալների խոսքով շուրջ 4 օր իրենք չեն կարողացել մտնել ներս, իսկ ձիերը մնացել են առանց պատշաճ խնամքի։ Միայն այսօր նրանց թույլատրվել է կերակրել կենդանիներին, բացի խնամակալներից որևէ մեկի մուտքը տարածք շարունակում է մնալ արգելված։ Վաղ առավոտից ձիարշավարանի մոտ էին նաև լրատվամիջոցները, պարզելու թե ինչ իրավական հիմքով է որոշվել առգրավել կենդանիներին։ Մի քանի ժամ տևած հրապարակային աղմուկից ու լուսաբանումից հետո քննչական կոմիտեն չեղյալ համարեց քննիչի որոշումը։ Առայժմ ձիերը կմնան իրենց տեղում։ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Հովհաննես Վարդանյանը կատարվածը իրավաբանորեն անհասկանալի է համարում։ Նրա խոսքով Ծառուկյանի նկատմամբ հարուցված որևէ քրեական վարույթ որևէ առնչություն չունի ընտանի կենդանիների հետ։ Այդ հանգամանքի հետ կապված մենք արդեն դատավարական ընթացակարգերով քննիչի կողմից կայացված որոշումը բողոքարկում ենք, քանի որ փաստացի իրանք հանդիսանում են ընտանի կենդանիներ եւ որպես այդպիսին չեն կարող հանդիսանալ որևէ քրեական վարույթի առարկա, որպես այդպիսին։ Հիմա դատավարական ընթացակարգերով քննիչի որոշումը բողոքարկվում է։ Փաստաբանի խոսքով ձիերի առգրավման որոշումն ինքը ստացել էր դեռ հուլիսի 10-ին, սակայն այն այդպես էլ չէր իրականացվել տեխնիկական խնդիրների պատճառով։ Միևնույն ժամանակ քննչական կոմիտեն հերքում է առգրավման մասին տեղեկությունը, պնդելով, որ քննիչները ձիարշավարան էին այցելել միայն կենդանիներին զննելու նպատակով։ Հիմնավորումը քննիչի որոշումն է առգրավում կատարելու, թե ինչի է հետաձգվում այդ մասով հիմնավորում չունենք, քանի որ վարույթն իրականացում մարմնի հետ կապ չենք հաստատել։ Փաստացի իրանք պետք է այսօր արդեն իրականացնեին առգրավումը։ Խնամակալներն ասում են, այսօր արդեն քաղաքապետարանից տեղեկացրել են, որ կենդանիների հնարավոր տեղափոխումն անորոշ ժամանակով հետաձգվում է կրկին տեխնիկական պատճառներով։ Մինչ այդ նրանք ստորագրել են փաստաթուղթ, որով պարտավորվում են շարունակել կենդանիների խնամքը մինչև հարցի վերջնական լուծումը։ Հետաքրքիր է, որ Երևանի քաղաքապետարանը ABC մեդիային փոխանցեց, որ իրենք եւս առգրավման գործընթացի հետ կապ չունեն, սակայն ձիերի խնամակալ Իլյոնա Թամամյանը մեծ զրույցում պատմեց, որ քննարկվել էր կենդանիներին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու տարբերակը, սակայն այնտեղ 12 ձի ընդունելու հնարավորություն չի եղել։ Այժմ դիտարկվում է նրանց Ուշի գյուղ տեղափոխելու տարբերակը, թեև ինչպես է դա իրականացվելու դեռ հստակ չէ։ Ձին շատ զգայուն եւ նուրբ կենդանի է։ Նրանց հետ պետք է վարվել հանգիստ եւ հավասարակշռված, որովհետեւ նրանք արտացոլում են մեր էներգիան։ Ինչպես մենք ենք նրանց հետ շփվում, այնպես էլ նրանք են արձագանքում մեզ։ Ձին նաեւ շատ հպարտ կենդանի է։ Մեզ մոտ կա 12 ձի։ Նրանք բոլորը 15-ից 20 տարեկան են, ինչը ձիերի համար արդեն հասուն տարիք է։ Այդ պատճառով մենք փորձում ենք նրանց հնարավորինս չտանել երկար ճանապարհ, քանի որ տեղափոխման ընթացքում նրանք կարող են վնասել իրենց։ Իսկ եթե ձին վնասի իր ոտքերը, ապա այլևս չի կարող մասնակցել աշխատանքին կամ մարզումներին։ Ձիարշավարանի ձիերն ազնված են, նրանց հատուկ խնամքի անհրաժեշտ կենդանիները նաև դեղեր են խմում։ Կան ձիեր, որոնք փոշուց ալերգիա ունեն, դեղ են խմում։ Կույր ձի էլ կա, որին վաղուց չեն հեծնում։ Խնամակալները նրանց խնամքով տանում են զբոսնելու, հատուկ օշարակներ են տալիս։ Մենք նաև աշխատում ենք հնարավորինս քիչ ծանրաբեռնել նրանց։ Մեզ համար ամենակարևորը նրանց առողջությունն ու բարեկեցությունն է, ոչ թե այն, թե որքան աշխատանք կկատարեն։ Եթե տեսնում ենք, որ ձին հոգնած է կամ հանգստի կարիք ունի, նախընտրում ենք նրան հանգիստ տալ, քանի որ նրա առողջությունը մեզ համար միշտ առաջնային է։ Մեզ մոտ յուրաքանչյուր ձի ունի իր անհատական աշխատանքը։ Նրանք ամեն օր դուրս են գալիս զբոսանքի, եթե նույնիսկ այդ օրը չեն աշխատում, միևնույն է, քայլում են, խոտ են ուտում եւ խաղում մանեժում։ Յուրաքանչյուր ձի ունի իր մարզիչն ու խնամակալը։ Իլյոնան արդեն 15 տարի է ձիերի խնամքով է զբաղվում։ Ասում է, դրանք երբեք չեն եղել եկամուտ ստանալու միջոց։ Ձիարշավարանը պարզապես հնարավորություն է տվել մարդկանց զբաղվել ձիասպորտով եւ խնամել կենդանիներին, որոնց հետ տարիների ընթացքում կապ են ստեղծել։ Սադամ Ակարյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։